Պետական անվտանգության ՊԱԿ-ի նախկին երկարամյա ու փորձառու աշխատակից այժմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասում են սիրում է մաֆիա խաղը եւ ժամանակ ունենալու դեպքում մեկ-մեկ խաղում է։ Մաֆիան նշենք դետեկտիվային սյուժեով հոգեբանական դերային խաղ է, որի մասնակիցները բաժանվում են երկու թիմի՝ սևերի ու կարմիրների, ու խաղի ընթացքում պետք է գլխի ընկնեն խաղանկերներից որը որ գույնի ներքո է խաղում։ Սևերի խնդիրը կրակելով հնարավորինս շատ կարմիրների շարքից հանելն է խաղում հաղթելու համար։ Սևերի ղեկավարն ի դեպ Դոնն է։ Չգիտենք ովքեր են լինում պարոն Պուտինի խաղընկերը, անձամբ նրան որ գույնի ներքո խաղալն է վիճակվում, կարմիրների թե սևերի, բայց մասնավորապես Դոնի, այսինքն սևերի գլավարի դերը դաշնակից երկրի ղեկավարը կարծեք թե վատ է խաղում։ Ասվածում համոզվեցինք, հետևելով Հայաստանում կայանալիք առաջիկա ազգային ժողովի ընտրությունների հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Պուտին երկխոսությանը, որի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը բացահայտեց ընտրապայքարի մասնակից բոլոր սևերին։ Ավելին կրակեց խաղում իր թիմակիցների վրա, փաստացի զոհաբերելով նրանց։ Թե մեջբերում ենք կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես ձեզ բացահայտ կասեմ, մեր մեջ այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն եւ ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Ոմանք գիտեմ գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք առնվազն կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին։ Մեջբերման ավարտ։ Ռուսաստանի ղեկավարի Հայաստանի վարչապետից հայցած այս դաբրոն, ներողություն ենք խնդրում բառի համար, վկայում է, թե որքան է կարևորում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում սպասվող ընտրությունները, որոնք ի դեպ օրերս երկրորդ նախագահ Քոչարյանի նախկին խոսնակը, այժմ ՄԳԻՄՈ-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը որակել էր որպես ճակատամարտ Կովկասի համար։ Ճակատամարտ, որում Ռուսաստանի Դաշնության հաղթանակը, ինչպես նախկին խոսնակն է շեշտել, արմատապես կփոխի Հայաստանի կողմից վարվելիք արտաքին քաղաքականության կուրսը, կբերի այդ կուրսի բալանսավորման, շատ հարցերում ավելի ռուսամետ կողմնորոշման։ Դաշնակից երկրի ղեկավարը հետևապես առանց սեթևեթանքի բաց տեքստով ազդարարում է ընտրապայքարի մեջ են մտել, ավելի ճիշտ մցվել ռուսամետ ուժեր, որոնցից մեկի լիդերն էլ գրպանում պինդ պահում է Ռուսաստանի Դաշնության կարմիր անձնագիրը։ Արդ նրանց թույլ տվեք առանց արգելքի մասնակցել հանուն վեհ գաղափարի, հանուն Կովկասի, այն է ԵՄ-ից, ԱՄՆ-ից յան տալու համար մղվելիք ճակատամարտին։ Այս պուտինյան ձևով ռազաբլաչինին, ներողություն օտար բառի համար, ի դեպ ցնծություն եւ միաժամանակ ցնցում է առաջացրել ընդդիմադիր դաշտում։ Ցնծություն, քանի որ այսպիսով ցուցանվեց, որ ռուսամետ կոնգլոմերատը լքված ու անտեսված չէ, իրենցով զբաղվում է, ընդ որում ռուսաց թագավորը, եւ ցնցում, քանի որ այս նույն թունդ հայամետի փիլոն հակած սեկտորը այս ողջ ընթացքում հերքում էր իր ռուսական իզն ու թոզը, Պուտինի գործածած կուլտուրական բառով ռուսամետ լինելը, նույն այդ Պուտինի կողմից Հայաստանի Հանրապետություն գործողված լինելն, ինչպես նաև Հյուսիսի հետ աֆիլիացումն ապացուցող մի շարք ակնհայտ հանցանշաններ։ Եվ ահա իրենց քաղաքական հովանավորը մի կողմ նետելով բոլոր ձևականությունները վերցնում ու որոշում է իրենց անուններով կոչել։ Պուտինյան ոճով այս մերկացումից հետո ռուսա, բելարուսա, դաշնակցախառն այս անսամբլին հուսանք այլ բան չի մնա, քան ձևեր թափելուն թար գտալը, ինչպես ասում են, խաղն ավարտված է հարգելի խաղացողներ։ Մաֆիա խաղի սև քարտի ներքո խաղացողների նկատի ունենք։ Հայաստանի փորձառու ընտրողը քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, բոլորին անխտիր ճանաչում է դեռ օրորոցից, գիտի անգիր, տեղյակ է, թե այսքան ժողովրդի մեջ ով ում բարեկամն է, ով է գինեգործ Պողոսը, ով գործակատար Պետրոսը, ով է Գարսևանը, որի լյարդը այդպես էլ չիմացանք։ Ոնց եղավ։ Իդեպ գինեգործ ասացինք, հիշեցինք,
Տնային կալանքի տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխի նախկինում գինե վաճառ եղբորորդին Զարմիկը Նարեկ Կարապետյանը օրերս դիմել էր գրազի ժանրին ու խրոխտ ազդարարել։ Ազգային ժողով անցնելու դեպքում չեն քվեարկելու մեկ այլ թուն ռուսամետի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետացման օգտին։ Գործիչ, որն ի դեպ տարիներ առաջ Պուտինի մասին արտահայտվելիս ասել էր. «Մեր մեջ ինչ-որ քիմիա կա, մեր աշխարհընկալումները շատ մոտ են միմյանց»։ Նարեկ Կարապետյանը Պուտինի հայտարարությունից հետո կարող է գրած գալ, որ հորեղբայր Սամվելի հայաստանյան գաստրոլի հովանավորը հենց նույն ինքը Պուտինը չէ։ Եթե ռիսկի դիմի ու գրած գա, ապա կհավատանք, որ Քոչարյանի վարչապետ դառնալու օգտին չքվեարկելու մասին իր գրածը իսկական էր։ Գրած գալուց էլ ձևեր չէր թափում, անկեղծ էր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։